Հայաստանը դուրս է գալիս թակարդից, այս 200 ամյա թակարդից, որ ռուսները մեզ միշտ բնութագրել են, որ մենք փոսի մեջ ենք։ Եվ մեզ պետք են փրկիչներ։ Մենք իրենք փրկիչներ, մենք փոսի մեջ ենք, եւ մենք իրենց վասալներն ենք, իրենք եթե մեզ խելոք պահենք, իրենք մի հատ դարսից ճանապարհ կտան, որ մենք չմեռնենք, ապրենք, շնչենք, գոյատևենք։ Մենք ուրիշ զարգանալու համաշխարհային ուրեմն գործընթացներին ինտեգրվելու ոչ մի ճանապարհ չունենք, փախնելու տեղ չունենք։ Պարզվում է, որ շատ լավ տեղ կա, ոչ թե փախնելու, այլ ոնց են ասում, գործիքից, մեզ գործիք էին դիտում որպես ռուսները։ Հայաստանը վերածվում է համաշխարհային գործոնի եւ ինտեգրվում է համաշխարհային այդ բոլոր ենթակառուցվածքներին։ Դա ցավեցնում է Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե ցավեցնում է, այն էլ ինչ ձևի է ցավեցնում, բայց վայնասունը ինչի համար են գցել, որովհետև այդ նախագիծը իր արժև նաև նպատակ ունի, որ Ռուսաստանին պետք է թողի դուրս այդ նախագծից, որտեղ ամբողջ Ռուսաստանը իդեպ ասեմ, իր հիմար անհեռատես, ուրեմն անհաշվարկ քաղաքականության հետևանքով, հատկապես իրենց ուրեմն այդ կայսերապաշտ ցարի այդ հիմար քաղաքականության հետևանքով, ուրեմն հայտնվել է ծուղակում։ Ինքը ես միշտ ասել եմ, ես միտքը կրկնում եմ, ռուսները ոչ թե դավաճանել են միայն մեզ կամ մյուս ազգերին, այլ դավաճանել են իրենք իրենց, բոլորին դարձել են իրենց թշնամի։